Սպառողները դժգոհում են, թեև հունվարին գազի սակագինը նվազել է, բայց դեկտեմբերին շատ են վճարել։ Պնդում են, Գազպրոմն իրենց թալանում է։ Բարի օր, ուղիղ եթերում ըստ էության թոքշոուն է։ Մեր տաղավարում են սպառողներ Անուշ Եսայանը, Գայանե Աբրահամյանը, տնտեսագետ Արտակ Մանուկյանը, Գազպրոմ Արմենիայի գլխավոր տնօրենի տեղակալ Աշոտ Հակոբյանը և պլանատնտեսագիտական բաժնի պետ Վահագն Մաթևոսյանը։ Մինչ բուն քննարկմանն անցնելը նախ լսենք Ազատության անդրադարձն այս թեմայով։ Հունվար ամսին սպառած գազի վճարները սառը ցնցուղ են դարձել որոշ քաղաքացիների համար։ Թեև տարեսկզբից կապույտ վառելիքի գինը նվազել է մոտ 8 դրամով, սակայն կոմունալները վճարելուց բաժանորդներին անակնկալի է բերել այն փաստը, որ դեկտեմբերի համեմատ հունվար ամսվա համար որոշ դեպքերում նրանք ստիպված են եղել վճարել անգամ 30-ից 40 հազար դրամով ավելի։ Նվազած սակագնով գազի դիմաց ինչու որոշ դեպքերում պետք է անգամ կրկնակի ավելի վճարեն։ Այս հարցն ակտիվ քննարկվեց նաև սոցիալական ցանցերում։ Հունվարին սպառած գազի գնից դժգոհեցին եւ այն քաղաքացիները, որոնք փոստային բաժանմունքներ են եկել կոմունալը վճարելու։ Դեկտեմբերի համար մուծել եմ ուրեմն 70-90 հազար։ Իսկ հունվարի վառած գազի համար 130 40 հազարի տարբերություն է տալիս։ Ես դեկտեմբերի 15-ից եմ հաշվում, դա մուծել եմ 25 հազար։ Ես ապրում եմ տանը մենակ։ Իսկ հունվարին ինչքան եք վճարել։ Հունվարին սպառած։ Չեմ հիշում, շատ եմ մուծել։ 25 հազարից ավել, հա, երևի մի 40-50 մուծել եմ։ Դեկտեմբերի համար վճարել եմ 23 հազար, հունվարի համար 43 հազար։ Դեկտեմբերին 80 հազար են վճարել, հիմա 120 հազար։ Նման կտրուկ տարբերության առեղծվածը հասկանալու համար Ազատությունը դիմեց Գազպրոմ Արմենիա ընկերությանը։ Այնտեղ հարցազրույցից հրաժարվեցին, ուղարկելով միայն գրավոր պատասխան։ Ըստ այդմ նամակում նախ բացատրում են, որ 2015-16 թվականների ձմռան համեմատ այս տարի արձանագրվել է ավելի ցածր ջերմաստիճան։ Այնուհետև հղում անելով հիդրոմետրի տվյալներին նշում են, որ Երևանում հունվարին ավելի ցուրտ է եղել, քան դեկտեմբերին։ Բայց քանի որ գազի բաժանորդները միայն մայրաքաղաքով չեն սահմանափակվում, Ազատությունը եւս ճշտեց տվյալներ Հանրապետության ամսական միջին ջերմաստիճանի մասին։ Դրանք ներկայացրեց հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը։ Ուրեմն դեկտեմբերին եղել է -6-ից -9, հունվարին -8-ից -9։ Դա միջին ջերմաստիճան է։ Այո։ Իսկ եթե առանձին օրերով նայում ենք, հունվարն է ավելի շատ ցուրտ օրեր ունեցել, թե դեկտեմբերը։ Հավասար են իրար, նման էին։ Գազպրոմ Արմենիան նամակում նշել էր նաև տվյալներ բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալների մասին։ Դեկտեմբերին սպառումը կազմել է 111 միլիոն 900 հազար խորանարդ մետր, իսկ հունվարին 128 միլիոն 500 հազար խորանարդ մետր։ Այճն այստեղ շուրջ 15% է։ Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը, ով եւս ծանոթացավ Գազպրոմի պատասխանին, կարծում է, որ սպառման ծավալների այս 15% այճը չի կարող արդարացնել նման կտրուկ տատանումը։ Վճարման ենթակա գումարները հունվարին դեկտեմբերի համեմատ աճել են 30%-ով, 25%-ով, դեպքեր կան, որ 50-60%-ով։ Այդ դա կարծում եմ չունի բացատրություն գոնե առայժմ։ Այդ հիմնավոր բացատրությունն ըստ տնտեսական մեկնաբանի Գազպրոմի պատասխան նամակում չկար։ Գևորգյանն ընդգծում է, որ ընդամենն այդ մի տվյալը ծածկեց բոլոր այն օբյեկտիվ հանգամանքները, որոնք կարող էին խոսել Գազպրոմի օգտին։ Հանելուկ է մնում նաև այն, թե ինչպես է ստացվել, որ սակագնի նվազումը հունվարին շոշափելի չդարձավ։ Դա պետք է ինքնաբերաբար բերեր վճարի նվազման, հա, այսինքն եթե պիտի աճեր, ասենք ինչ-որ մի X քանակությամբ, X թվով, պիտի հիմա X-7-ով աճեր, դա էլ չի խոսում հօգուտ Գազպրոմի է։ Մասնագետների մի մասը կարծում է նաև, որ Գազպրոմն այստեղ այսպես ասած խաղում է գազի կալորիականության վրա, ասում է Գևորգյանը։ Թեև ընկերությունն Ազատությանը վստահեցրել էր, որ հավատարմագրված լաբորատորիաներում կանոնավոր կերպով ստուգում են գազի որակական հատկանիշները, որ մատակարարվող վառելիքի 1 խորանարդ մետրի ջերմատվության արժեքը 8000 կիլոկալորիայից ցածր երբեք չի եղել, այդուամենայնիվ տնտեսական մեկնաբանի խոսքով դժվար է հավատալ մի տվյալի, որը չի ստուգվում անկախ մարմնի կողմից, եւ դա միշտ վերահսկելի է Գազպրոմի կողմից։ Եթե որևէ քաղաքացի ուզենա կասկածել այդ կալորիականության վրա, նա այդ իրավունքը ունի, որովհետև կշեռքը գտնվում է վաճառողի մոտ, հա, այդ կշեռքի այսպես ցուցմունքը կարող է փոխել հենց վաճառողը, բնականաբար նա այդ ցուցմունքը կփոխի հօգուտ իրեն, ոչ թե հօգուտ սպառողի։
Ազատության ուղիղ եթերում շարունակվում է ըստ էության թոք-շոուն, հիշեցնեմ, սպառողները դժգոհում են, թե հունվարին գազի սակագինը նվազել է, բայց դեկտեմբերից շատ են վճարել, պնդում են Գազպրոմն իրենց թալանում է։ Հենց այս թեման ենք այսօր քննարկելու մեր տաղավարում են սպառողներ Անուշ Եսայանը, Գայանե Աբրահամյանը, տնտեսագետ Արտակ Մանուկյանն ու Գազպրոմ Արմենիայի գլխավոր տնօրենի տեղակալ Աշոտ Հակոբյանը եւ պլանատնտեսագիտական բաժնի պետ Վահագն Մաթևոսյանը։ Բարի օր, հարգելի հյուրեր։ Անուշ, սկսենք ձեզնից, որովհետեւ ձեր օրինակը կարծես մի քիչ ավելի ծայրահեղական տարբեր է, քան օրինակ մյուս սպառողինը Գայանեինը։ Դուք պնդում եք, որ ձեր այն բնակարանում, որտեղ երբևէ չեք էլ բնակվել ողջ ամսվա ընթացքում, վճարել եք 80,000 դրամ։ 83,000 դրամ, այո, ամբողջ հունվար ամիսը մենք չենք բնակվել, 60 քառակուսի մետր բնակարանը, 83,000 դրամ գազ է սպառվել, միացված է եղել միայն կաթսան 40 աստիճանի տակ։ 2800 դրամ հոսանք է սպառվել, եղել է միացրած սառնարան ու հոսանք, եւ 83,000 դրամ գազ է սպառվել։ Իսկ որ հիմա հունվար ամիսը մենք բնակվել ենք 130 քառակուսի մետր նորակառույց մեկ հարկանի առանձնատանը, սպառվել է 88,000 դրամի գազ։ Դուք խոսել եք հանելուկ է ինձ համար, հա, տեսուչի հետ խոսել եմ, տեսուչը սկզբից բարեհամբույր պատասխանեց, բայց հետո տեսավ չեմ համաձայնվում իր հետ, ինքը ասում է դուք վարձակալ եք, բնակարանը մերը չի, բայց մենք վարձակալ չենք, բարեկամի բնակարանը, ինքը ինձ ասում է տանտերը կվճարի, ինչ ես բողոքում։ Տանտերը իսկապես վճարել է, անկեղծ ասեմ, չհամաձայնվեց բողոքելու, բայց քանի որ սպառողը ես եմ, ես որպես տանտեր չեմ խոսում, որպես սպառող։ Հանելուկա, որ ես ուզում եմ հասկանամ, ոնց կարա լինի 130 քառակուսի մետր բնակարանում ապրելով 4-5-6 հոգով 88,000 սպառեմ գազը, 60 քառակուսի մետրում 83,000 ու չապրելով։ Միանգամից հարցի պատասխանը, պարոն Հակոբյան, պարոն Մաթևոսյան, ով կպատասխանի սա։ Սկսեմ նախաբանից, ես կպատասխանեմ, դες նախաբանից սկսեմ, մեզ համար մի քիչ անթույլատրելի է այդ թալանի գաղափարը, մի փոքր ռեմարկա եւ վերջացնենք։ Ինչ վերաբերվում է ձեր ասածին, անդրադառնանք, քանի որ խոսքը գնում է թվերի մասին, ես կուզենայի դուք բացի 1000 դրամերից խոսեինք խորանարդ մետրի։ Մետրերով շուրջ 600 խորանարդի կարգի է լինում։ Մոտավոր պենսիա։ Այսօրվա հանդիպումից հետո մենք կանրադառնանք ձեր հասցեագրված բոլոր հասցեներին, ուսումնասիրենք անձամբ իմ հսկողությամբ, ուսումնասիրենք, փորձենք բարձաբանումները տան ավելի մանրամասն։ Ինչ վերաբերում է ձեր ասածին։ Շնորհակալություն, իմ մոտ կա, այս պահին իմ կարծիքով հնչացնել այդ թվերը զուտ լոգիկայի տեսակետից չէ, արդեն վճարված փաստացի թվեր եմ ես ասում։ Իմ մոտ կան այդ թվերը եւ հասցեները։ Բարձաբանումները կներկայացնենք մանրամասն։ Եկեք թվերից խոսենք, քանի որ թվերի մասին է խոսքը գնում, միանշանակ նշենք, որ 16 թվականի սպառումը բնակչության մասով 15-ի նկատմամբ գրանցել է աճ 10%-ից ավել, կոնկրետ բնակչության մասով։ Նույն գաղափարը վերաբերվում է դեկտեմբերի համեմատության 16 թվականի եւ 15 թվականի դեկտեմբերին։ Այնտեղ ավելի արտացոլված աճ է նկատվել, դա մոտավորապես 21%, եթե չեմ սխալվում, իսկ հունվար ամիսը նախորդ հունվարի նկատմամբ աճը գրանցվել է մոտ 31%։ Ինչի մասին է խոսում, սա դեկտեմբեր եւ հունվարի տարբերությունների մասին։ Անցնենք առաջ։ Երբ որ խոսում ենք ջերմաստիճանների մասին, ես ուշադիր ռեպորտաժը լսել եմ, որ չի տարբերվել, մենք որպես ես չեմ կարող ասել որ թվականից, բայց պայմանագիր ունենք հիդրոմետծառայության հետ, որը ամեն օր ուղարկում է ժամը 11-ից մինչև ժամը 13-ի շրջանակներում, ամեն օր ուղարկում է ջերմաստիճանային տվյալները ամբողջ հանրապետությունում, այդ թվում Երևանում առանձնացված։ Երբ խոսում ենք ջերմաստիճանի մասին, երբ խոսում ենք Երևանում ջերմաստիճանի տատանումների մասին եւ դա լուրջ հիմք ունի, քանի որ մենք խոսում ենք Երևանի մասին, բնակության մեր բաժանորդների 680,000 բաժանորդ ունենք այս պահին, 270,000-ից ավել դա Երևանն է, իսկ Արարատյան դաշտավայրում, որտեղ գրանցվել են ցուրտ եղանակները, կազմում է 390,000 բաժանորդ։ Դրա համար մենք ֆիքսում ենք հենց այդ դա, կարող ենք Լոռինել, Շիրակն էլ նշել, որպես Վանաձոր, Գյումրի քաղաքների կենտրոն,
նույն տենդենսը ջերմաշրջանային ֆոնի նկատվել է նաև այդտեղ։ Ինչի մասին է խոսքը։ Երբ դեկտեմբերին մենք գրանցում ենք միջին ջերմաշրջան ի համեմատություն 2015 թվականի դեկտեմբերին, ֆիքսում ենք միանշանակ միջին ջերմաշրջանային ֆոնը -4, բայց երբ որ ուշադիր հետևում ենք, հիմա ինձ Պետհիդրոմեդը ասում է -6-ից -9 դեկտեմբեր, հունվարի Պետհիդրոմետրի տվյալների մասին են խոսում, ուսումնասիրությունները իմ մոտ կա եւ իրանց պաշտոնական տվյալները մեր կայքում են։ Դեկտեմբեր 16 -4.2 միջին ջերմաշրջան։ 15-ին -1.4։ Բայց ինչի եք համեմատում 15-16, ներողություն եմ խնդրում, որտեղ մեր խնդիրը դեկտեմբեր 16 թվականի եւ հունվար 17 թվականի։ Հիմա կպատասխանեմ նաեւ ձեր հարցին։ Մի քիչ ուղղակի անհասկանալի է։ Հիմա 15-ը կմոռանանք, ուղղակի ֆիքսեցինք, որ սպառման աճի ծավալները իրոք աճել են։ Ցուրտ է եղել ավելի։ Շնորհակալություն ցուրտ լինելու համար, ասա։ Դեկտեմբեր 16 -4.2 միջին ջերմաշրջանը։ Հիմա հակառակ իմ ասացին ասեմ, որ գրանցվել են 3-4 օր առավելագույն մինուսները, որ եղել են 20-21 աստիճան։ Սակայն դեկտեմբերի 1-ից մինչև 12-ը եղել է դրական ջերմաշրջանների դիմանում կա։ Երբ որ միջինացնում ենք, թիվը պարզ է դառնում, որ թվականի, 16 թվականի։ Երբ խոսում ենք հունվար ջերմաշրջանային ֆոնի մասին, ես կարծես թե օթորդովանի կողմից եմ խոսում այս բանը, ապա միջին ջերմաշրջանը -9 աստիճան է եղել։ Չնայած նկատվել են ցածրագույն ջերմաշրջանը -17, -19, սակայն քանի որ հունվար ամսին կարելի ասել ամբողջ ամսվա ընթացքում դիտարկվել են եւ ցերեկ եւ գիշեր 0-ից ցածր ջերմաշրջան, դա նշանակում է միջինացված տարբերակով հունվարը 2 անգամ ավելի ցուրտ է եղել, եթե խոսենք ինժեներների լեզվով, քան դեկտեմբեր ամիսը։ Լավ, մեկը մյուսին տվյալները չբռնեցին, բայց լավ։ Մենք պատրաստ ենք օթերոդաբաններին ներկայացված բոլոր օրեկան տվյալները ներկայացնել եւ Ախր նույնը նաեւ մեզ են փոխանցել, որ դեկտեմբերին -6-ից -9, հունվարին -8-ից -9 է։ Հիմա պայմանագրային շրջանակներում ենք կապված։ Լավ, հիմա եթե դեկտեմբերին 12 օր դրական ջերմաշրջան է եղել, ես ասեմ, դեկտեմբերին մենք բնակվել ենք այդ նույն հասցեում եւ ասում եք, որ առաջի 12 օրը դրական հիմնականում համեմատած ջերմա 100 կներեք, որ խորանարդ մետրով չեմ կարող, դրամներով իհարկե։ Դա շատ կարեւոր է։ Ինչքան վճարել եմ, այդքանը կարող եմ փաստել, դեկտեմբեր ամսվա համար էլ վճարվել է 100,000 դրամ գազ։ Բայց ապրել եք այդ ժամանակ։ Ապրել ենք, բայց եթե եղանակային պայմաններից է կախված, նշանակում է դեկտեմբերը պետք է այդքան չլիներ։ Ոնց հասկացա, ինչքան որ եթե 2 անգամ նվազել է ջերմաստիճանը, թող ծախսը 2 անգամ գոնե բարձրանար։ Մի բան էլ միանգամից ես ասեմ, էլի զուգահեռ։ Խնդիրը ձեր ասած թվերը նախ իմ կարծիքով ամենաանց քիչ թե շատ ոչ վիճահարույց հարցը պետք է նենց օդի ջերմաշրջանը, բայց ոնց որ տեղ էլ կազուսներ կա, բայց ես մի բան եմ ուզում ասեմ, հա։ Իմ նաև որպես քաղաքացի եւ իլերում են ինչ են ասում։ Այս մարդիկ ասում են օդի ջերմաշրջանը դեռ դնենք մի կողմ։ Գազը ունի արագացնել կամ ուժեղացնելու եւ դանդաղացնելու, այդ ողջ ժամանակահատվածում ինքը կոնստանտ է։ Այսինքն ինքը որևէ բան փոփոխություն չի արել այս դեպքում։ Այսինքն օդի ջերմաշրջանը ձեր կարազդի տան մեջի ջերմաշրջանը քիչ ջերմաշրջան լինի կամ բարձր ջերմաշրջան լինի, բայց գազի ծախսը անդրադառնանք ձեր հարցին նաև եւ կփորձենք սահմանափակվենք այն պարտավորություններով, որը Չէ, ես էլ իմ հարցին չեմ ասել։ Չէ, հիմա խնդրում եմ Անուշի հարցին էլի պատասխան պարոն Հակոբյան, եթե չի բնակվել մարդը, ինչպես է ես փորձեմ ամբողջական լինեմ իմ պատասխանի մեջ ու ասեմ հետեւյալը։ Մատակարար բաժանորդ հարաբերությունները կանոնակարգում են գազամատակարարման օգտագործման կանոններով, մնացյալ բաները չասեմ, որտեղ հստակ գրանցված է, թե ինչ սարքով է հաշվառում ձեր գազը, ինչ պարբերականությամբ, հաշվարկային ամիս, գաղափար եւ այլն եւ այլն։ Հաշվառման հանգույցը, որը տեղակայված է ձեր շինությունից դուրս, Գազպրոմ Արմենիայի սեփականությունն է հանդիսանում։ Ճիշտ է պես։ Հաշվիչ մեքենայի մասին է խոսքը, այդ հաշվիչ շոչիկի։ Շոչիկի մասին։ Հաշվիչ հաշվառման սարքը գտնվում է
Չափագիտության ազգային ինստիտուտի հսկողության տակ եւ վերահսկվում է ազգային մարմնի համապատասխան օրենքներով չափումների միասնականության։ Դա ինչ է նշանակում։ Այն խորհրդանիշը, որ անցնում է ձեր կազմով, դուք միշտ կարող եք հետևել։ Դա լավ կլինի եւ շատ բովանդակային կլինի, եթե հիմա վաղվանից փորձեք ամեն օր գրանցեք ձեր ցուցմունքները։ Ես հիմա որտեղ բնակվում եմ, գրանցում եմ ամեն օր, բայց հիմա այդտեղ բողոք չունեմ այդտեղ։ Հա, շնորհակալություն։ Այդ հասցեում։ Ասածս ինչու՞մ է։ Հաշվառման սարքը համապատասխան չափումների միասնականության օրենքների շրջանակներում անցնում է ստուգաչափում 5 տարին մեկ անգամ։ Դուք կարող եք մասնակցել մեր օգնությամբ ձեր հաշվառման սարքը ձեր մասնակցությամբ եւ դա գազամատակարարման օգտագործման կանոնների անբաժանելի մասն է 4-րդ գլխի, որ ասում է դուք կարող եք մասնակցել ստուգաչափման գործընթացին։ Տեսնեք թե ոնց է ապահովակացվում, տեղափոխվում, ընդունվում, չափագիտության ինստիտուտի կողմից չափագրվում եւ տրվում եզրակացություն։ Դա նշանակում է հաշվառման հանգույցը այդ ընթացքում անցնում է յուրահատուկ հսկողություն եւ վերահսկվում է համապատասխան մարմնի կողմից։ Ինչ վերաբերվում է ներտնային ջերմությանը, դա Գազպրոմ Արմենիայի գործառույթներից քիչ դուրս է, սակայն որպես ինժեներ կարող եմ ասել, տասնյակ եւ գործոններ կա, որ կարող է ազդել ձեր կացայի աշխատանքին։ Ես չեմ ուզում առաջ գնամ ու ասեմ։ Մասնագետ հրավիրել եմ, նայել է, կացան նորմալ է, տանը արտահոսք կացայի վատ եւ լավ աշխատանքի մասին չի խոսքը։ Այդ կացան օրինակ ձեր կախված տերմոդինամիկայի օրենքներից պատերի հաստություն, պատուհաններ Այդ ամեն ինչը հաշվի առած եմ ես ասում։ Հիմա փորձեք մի հատ էլ բան ասեմ, խնդրում եմ մի բան էլ ասեմ։ Մեր տանկացայի փորձից։ Դուք չեք զգացել, թե ինչքան արագ է աշխատում, միանում եւ անջատում այդ կացան։ Երբևիցե չեք ուշադրություն դարձրել։ Ուշադրություն դարձնում եմ։ Շնորհակալություն, դա է պատասխանը եւ մի շարք այլ Լավ, հիմա լսենք նաեւ Գայանի, գիտեմ, տան ջերմաստիճանը ինչքան ցածր է լինում, կացան այդքան ավել է աշխատում։ Այդ ամեն ինչը ես հաշվի առնում եմ, այդքան շատ է սպառում։ Բայց երբ որ չեն բնակվում եւ վճարում են 80000 դրամ, սա իսկապես հանելուկ է։ Տեխնիկապես այդ կացան չի կարող այդքան ուղակի աշխատել։ Եվ նույն ջերմաստիճանը ես կասեմ որպես բաժանորդ կարող է։ Լավ, լսենք Գայանի։ Գայանի։ Որպես մատակարար մենք սահմանափակվում ենք մեր առաքման հանգույցից։ Լավ, պարոն Հակոբյան, շնորհակալ եմ, թեպետ իսկապես իմ համար այդպես էլ անհասկանալի էր ձեր պատասխանը, թե երբ որ մարդը չի բնակվում այդ տան եւ ինչու է 80000 դրամ կացան աշխատում էր, ես դա էի հարցնում։ Բայց ստատիկ ջերմաստիճանի վրա 80000 դրամի վառելիք է, գազ է ծախսում։ Հիմա Գայանեի օրինակը լսենք, Գայանեն միանգամից 3 հասցեներով կարող է խոսել։ Պատասխանը, այսինքն ինձ համար որևէ կերպ դա պարզաբանող չէր։ Եվ պատերի հաստություն եւ այլն, այդ պատերի հաստությունը չի փոխվում դեկտեմբերի եւ հունվարի տարբերությամբ, հա, այսինքն ես չեմ ասում մենք շատ ենք վճարել, չեմ ասում այո ցուրտ էր, բնական է շատ պետք է վճարենք, դա ակնկալվում էր, ինձ համար խնդիրը թե ինչու դեկտեմբերին օրինակ 3 բնակարանի օրինակ կարող եմ բերել, մեկը գրասենյակայինը, որտեղ ես աշխատում եմ եւ ղեկավարում եմ տվյալ գրասենյակը 74087 դրամ է հունվար ամսվա եկել։ Դեկտեմբերին 59413 դրամ։ Հունվարին 10 օր չենք աշխատել։ Երկու դեպքում էլ, 2 ամիսների դեպքում էլ պատերը շատ հաստ են, որտեղ սեփական տուն է, այսինքն մոտավորապես այս հաստության, հա, կես մետրից էլ ավել։ Ես որպես բաժանորդ ձեզ բացատրեցի, տերմոդինամիկան բավականին լուրջ առարկա է։ Կարող ենք հատուկ ուսումնասիրություն անենք։ Ընթացքում ուղղակի չէր կարող փոխվել այդպիսի տարբերությամբ, եթե մենք հունվարին ուղղակի 10 օր չենք եղել, ջուր չենք օգտագործել, այսինքն դա օֆիսային տարածք է։ Ոչինչ չի օգտվել, չենք լողացել, օրինակ տան տվյալները մեր մոտ 7000-ի տարբերություն է, սոսեի 2-ը։ Տան տվյալները, տեսեք, 7000-ի տարբերություն է, ես շատ հստակ թվերը չեմ ասել, Սիրանուշ։ Սիրանուշ։ Այո։ 2016 թվականի դեկտեմբեր 2016 թվականի
նորմալ տրամաբանության մեջ է։ Տրամաբանության մեջ է, ես ասում եմ 7000 տարբերություն ինձ համար այդքան մեծ չի, հասկանում եմ, որ կարող է ինչ որ ձևով ավելի շատ ենք սպառել։ Խնդիրը օֆիսային Խնդիրը օֆիսային տարածքն է, որտեղ ոնց եք դուք որ ասում եք ինչ որ ձևով։ Մենք փորձել ենք հաշվիցից ցուցմունքը համապատասխան ժամանակահատվածում գրանցենք։ Ես չեմ տանում ձեզ տուպիկ։ Ես, տեսեք, որպես սպառող ես ինձ պարտավորված չեմ զգում բոլոր գործերը թողնել եւ ամեն օր ստուգում իրականացնել։ Ես ակնկալում եմ, որ դա այդ գործողությունը պիտի պատշաճ կերպով մատուցվի որպես տարածություն։ Որ այդպես էլ կատարվել է, ասեմ ավելի։ Եվ երրորդ բնակարանի օրինակը բերեմ, որտեղ կրկին մարդ չէր ապրում։ Սկեսուրից բնակարանը, Բաղրամյան Ներփանցք երկրորդ փակուղի 10 շենք 45-րդ բնակարան։ Այո։ 2 ամիս դեկտեմբերին կրկին մարդ չի ապրել եւ մինիմալ էլի ջերմաստիճանի վրա դրված կաթսան 40 ջերմաստիճանի վրա դրված կաթսան ծախսել է 15000 կարծեմ, որովհետեւ մենք երեք on-line չկարողացա ճշտել ինչ որ խնդիր կար եւ հունվարին ծախսվել է մոտավորապես 25000 դրամ հունվարին։ Որն է տարբերությունը կրկին չեմ հասկանում, որտեվ ասում եմ ջերմաստիճանի դրսի ջերմաստիճանի մեծ փոփոխություն չի եղել։ Ձեր ասած տվյալները դեկտեմբերին գրանցվել է մի քանի օր -25, ես զղում եմ անում ձեր ասած տվյալներին, -20։ Հունվարին եղել է -19 առավելագույն ջերմաստիճանը, ձեր ասած տվյալն, այսինքն պետք է որ հունվարին ավելի քիչ լիներ, սակագիններ նվազել են։ Բայց դուք չլսեցիք ամենակարևորագույն գործոնը, որ ես ասացի, ոչ միայն միջինը, այլ 0-ից ցածր լինելը ամբողջ ընթացքում։ Դա շատ կարևոր գործոն է, երբ աշխատում է ջերուցման կաթսաները։ Դա է հարցի պատասխանատվություն։ Միանշանակ այո։ Բայց եթե կասկածում եք նորից չէր եղել։ Անցած տարի դուք Ես չեմ հիշում, որ մենք անցած տարի ներկայացնում եմ։ Ես փորձում եմ ներկայացնել, որ դուք համեմատություն Ես տարբերությունն եմ ասում։ Հա, նոյեմբերի հետ համեմատած, տեսեք, եւ էլի գրասենյակի, այո, եւ տեսեք, գրասենյակի տարբերությունն եմ ասում։ Նոյեմբեր-դեկտեմբեր եղել է 13000 տարբերություն։ Այն դեպքում, երբ որ պետք է ավելի շատ նոյեմբերի ջերմաստիճանային ֆոնի մասին եթե խոսենք, այդ տվյալներն տեղափոխված հիդրոմետի կողմից բայց հաշվի չեն առնում նաև սակագնի տարբերություն։ Ամսական միջինը եղել է +4 աստիճան նոյեմբերի 2016-ից։ Այո, բայց տարբերությունը գրեթե մոտ են եւ չէր կարող այդպես լինել։ Երբ խոսում ենք տարբերություն եւ չէր կարող տեսնել, անդրադառնամ իմ նախկին մտքին։ Որը մենք չհասկացանք։ Դա հաշվիչն է, որով կատարվում է հաշվառումը։ Լավ։ Հաշվառման հանգույցը ապահովակացում են հաշվիչի հետ համատեղ տեղափոխում ենք համապատասխան վայր, ստանում եք պարզաբան։ Եթե Գազպրոմ Արմենիայի նախաձեռնությունն է, ոչ, գազամատակարարման օգտագործման կանոնները ասում են նայած ում նախաձեռնությունն է։ Եթե բնակչի նախաձեռնությունն է 8000 պետքա վճարի։ Ինձ այդպես գազամատակարարման օգտագործման կանոնները ժամանակ առ ժամանակ վերափոխումներ են ապրում եւ այդ դրույթը արդեն երևի կներեք չեմ հիշում կամ մայիսից փոխվել է։ Լավ, հիմա փորձենք Արտակ Մանուկյանի հետ խոսել տնտեսագետ։ Պարոն Մանուկյան, այս գլուխկոտրուկը դուք ավելի մատչելի լեզվով կարող եք լուծել։ Լուծելու համար պետք է նախ առաջինը ունենաս տվյալների մատչելիություն եւ այլընտրանքային գնահատումներ, որը որ մենք չունենք։ Բայց մարդիկ ասում են չենք բնակվել, վճարել են այսքան։ Ըստ ձեզ սա ինչի արդյունք է։ Եթե մենք հիմա sense խոսենք кейսերով, մի փոքր դժվար է, որովհետև ամեն кейսը ինդիվիդուալ է, օրինակ պետքա դիտարկել հոսանքի եւ գազի ծախսը X ժամանակաշրջանում եւ հոսանքի եւ գազի ծախսը Y ժամանակաշրջանում, հա, օրինակ ին վրա ասեմ, ես անցյալ տարիներին գազից ընդհանրապես հրաժարվել էի, անջատել էի, հոսանքով էի տաքացնում, այս տարի իմ վարկագիծը որոշակիորեն փոխվել է, այսինքն ամեն դեպքի հետ կոնկրետություններ կա, էլի որ շատ խորանանք, հիմա օրինակ իմ դեպքում կար արտահոսք, որը ամբողջովին բաշխվել էր նաև ին վրա, բայց ես չեմ ուզեն այդ անհատական кейսը հիմա մենք նստենք քննարկենք եւ այլն, որովհետեւ մեր համար կարեւոր է գլոբալ հիմնախնդիրները, որը որ մենք տեսնում ենք, հա, ու փորձենք բանավեճի այս ֆորմատով լուծումներ գտնենք խնդիրների համար, հա։ Այս կոնտեքստով ճիշտ ասած ես ինքս բավականաչափ ճիշտ է քիչ ժամանակ ունեի, բայց փորձեցի ուսումնասիրություններ անել, ասեմ որ փորձել եմ նաև միջազգային համեմատություններ անեմ, Դուք ստեղ էլ դեսանյութում էլ նշվեց, ինչքանով որ գիտեմ, դուք էլ եք այդ հայտարարությունը, որ տարածել եք, որ 8000 կալորիականությունից ցածր երբեք չի եղել,
նո անկեղծ ասած, մեղմ ասած, այդ եթե մենք միջինացված ենք դիտարկում, դուք ճիշտ եք ասում, բայց եթե կոնկրետ ըստ ուղղությունների ենք ասում, առնվազն իրականությունից բավականաչափ հեռու է, որտեղ այսպես ասած տեղամասեր կան, որ հստակ քիչ են եղել եւ օրինակ սովորաբար ամառվա ամիսներին կալորիականություն այլ հավասար պայման մի փոքր իհարկե այտենց ֆիզիկայի օրենքներով այտենց էական շեղումներ պետքա չլինի, բայց այլ հավասար պայման ջրի միախառնում եւ այլն չխորանանք այդ մասերով ինքը պետքա ավելի բարձր կալորիականություն տար, բայց օրինակ հեսա 2016 թվականի Gazprom Armenia-ի սայթից հա կարող եք տալ, որը հենց 7000-ը տեսեք 7900-ը գրեթե բոլոր տեղամասերում, այդ տեղամասերն էլ հենց հեսա օգտվել եմ էլի ձեր այսպես կայքում տեղադրվածից, փորձել եմ դինամիկ շարքեր կառուցել, ուսումնասիրել եւ ասեմ, որ խնդիրը այնպես չի, որ մենակ Հայաստանին է բնորոշ, այսինքն հայ սպառողին բնորոշ չի։ Եթե դուք հիմա նայեք նույն ռուսական գազից օգտվող օրինակ ուկրաինացի սպառողների մոտեցումները եւ նա այնտեղ բավականաչափ լավ բազա կա, եթե կարիք ունեք, ես կարող եմ նաեւ ցույց տամ, օրինակ Ուկրաինայի մարզում ըստ կալորիականությունների նույն գրեթե գազն է Gazprom-ն է մատակարարում եւ այլն, հա, ստանդարտները գոստով այնտեղ են, այդ սովետի ժամանակվա ժառանգած 87-ը, որ դուք փոխել եք 2014 եք գրել, բայց կալորիականությունը էլի նույնն է, Gazprom խումբը, ոչ միայն դա միջպետական ես գիտեմ համաձայն որը չի վերաբերում ոչ միայն Արմենիային, Հայաստանին, Ուկրաինայում էլ է նույն պայմանագրը։ Ես ասում եմ Բելարուսյան, Ռուսաստանը, Ղազախստանը, ուզում եմ ասեմ, դա մի շարք պետությունների միջպետական ստանդարտներ են։ Հիմա այդ մի շարք պետություններն էլ կանդրադառնանք։ Ուրեմն հիմա աշխարհում միտումը է նա, որ խուսափում են գոստի կալորիականության, այսինքն խորանարդ մետրի վճարումից, աշնանաբար անցում է կատարվում կալորիականության վճարման։ Ու Հայաստանը տիպիկ հենց էս իմ օրինակով, որ տեսեք մի տեղամաս կա, ես ցույց եմ տալի, տարածքներով, որը ստանում է կոնստանտ 7900-ի կարգի կալորիականություն, մյուսը ստանում է ընդհանրենք 8100-ի։ Երկուսն էլ վճարում են 1 խորանարդ մետրի դիմաց, այլ հավասար պայմաններում պարզ է, չէ՞, 7900 կալորիականության դիմաց էլի նույն մի խորանարդի դիմաց վճարողը ավելի ոչ շահեկան պայմաններում է, քան էնի։ Իսկ ես խնդիրը մակրո չեմ ուզում այս кейսերին անդրադառնանք, մենք պետք է աշճանաբար փորձենք մոտեցումը փոխենք ըստ կալորիականության։ Ինչը նշանակում է, որ ես կալորիականության դիմաց վճար պետք անեմ, որովհետև ինձ խորանարդ մետրի գինը չի հետաքրում։ Ինձ հետաքրում է իա ջերմային արժեքը, այսինքն ինչքան ջերմատվություն է ինքը տալիս։ Հիմա այդ հաշվիչի մասով էլ ասեմ, որ հաշվիչը թույլ տալիս է, այդ թվում նաև գերմանական, հիմա Գերմանիայում կա, որ հետադարձ հաշվարկային բանաձևերով խորանարդ մետրից կարողանում են կալորիականություն նաև ստանալ։ Կա նման տեխնոլոգիաներ կան, դուք միջև հաշվիչները, որը կներեք, հիմա այստեղ մի հատ ռեմարկ է, այդ հաշվիչը, հետ հաշվարկը անում է կոնստանտ պարագայում, երբ կալորիականությունը կոնստանտ է։ Խնդրում եմ դա նշել։ Չէ, առցանցով էլ այնտեղ մեխանիզմներ կան, որ օրինակ ուկրաինական բացատրում եմ, այո, դա Gazprom Armenian ուսումնասիրում է եւ աղբա որը տեսնում է եւ ուսումնասիրում այդ հաշվը։ Okay, ես ավարտեմ։ Երկրորդ բանը, որ մենք պետք է անդրադառնանք, այ ինչի է նման տարբերություններ։ Պետք է նշել, որ հիմնական իտալական արտադրության կացաներ են կարծես թե շրջանառվում։ Իտալիական գազը կացաները նախատեսված են ավելի բարձր կալորիականության 9000 մինչև 9200 կալորիականություն գազ սպառելու համար։ Եվ ստորին արիման թե այո, չէ, ես ճիշտ ասած խնդրում եմ ուշադիր դուք հիմա խոսում եք այն բանից, ես կացայի պարամետրերն եմ նայել, այդտեղ ստանդարտը դա վերին աշճանն է։ Մենք մեր ստանդարտներով խոսում ենք ստորին սովետական ջերմատվության մասին է խոսքը։ Ուրեմն, երբ որ մենք գոստով ենք խոսում, որով դուք հիմա 7600-ն եք օգտագործում եւ Պարսկաստանը պարսկական գազի դեպքում 8000-ը, այդ նույն պարամետրը, օրինակ եվրոպական շուկայում դա 9000 է։ Ես վստահ եմ ասում, այսինքն իրանց մոտ եթե մենք գազի որակ հասկացողություն նայում ենք, մի քանի անգամ ավելի բարձր է եւ այստեղ կարեւոր չի այ խորանարդ մետրի գինը, այլ կարեւոր է նրա կալորիականությունը, այսինքն ինչքան ջերմությունն է ինքը կարողանում վերինով են չափում, իրանց խորանարդ բառը ուրիշ է։ Okay, եւ ստանդարտ ուրիշ է համապատասխան։ Երկրորդ բանը որ մոդել ըստ կալորիականության։ Երկրորդ բանը կներես էլի մի հատ էլ ես իմ մեսեջը ընդգծեմ, այսինքն մենք հասկանում ենք առնվազն, որ նույնիսկ ներկա հայկական փոքր շուկայի պայմաններում կան սպառողների մի խմբեր, որոնք շատ ավելի այլ հավասար պայմաններում ջերմության համար շատ ավելի շատ գումար են տալիս
քան այլ խմբերը։ Այսինքն անհավասարություն կա այս մասով, ես էլի մակրո բաներ եմ ասում, էլ տեսեք ես չեմ խորանում խորանարդ մետրի ինչ եք դու կարե ոնց է պատահում որ թույլատրելի շեղումներ կա, այդ թույլատրելի շեղումները միշտ ճիշտ է թույլատրելի սահմաններում են, բայց երբեք սպառողների օգտին չեն։ Չեմ ուզում նման ինչ-որ ամպագորգոր բաներ ասեն, հա, ես ասում եմ խնդիր որ կա, հիմա երկրորդ եթե թույլ կտակ շարունակեք գազի որակով էլ որ նայեք, օրինակ գազի կալորիականությունը, որը որ էլի այդ նույն ռուսական գազը Ուկրաինայում, որը որ դուք տեսնեք, ավելի բարձր գազ, որ ասում եք, ես միշտ դե տարբեր հասկանալի է, տարբեր հանքավայրերից է, այսպես արդյունքում եւ այլն։ Ես դրանք ընդունում եմ, հա, ես միջազգային փորձն ենք հիմա մեկ քննարկում եւ ես ասում եմ ու պնդում եմ ինձ թվում է ես հիմնավորեցի, որ առնվազն մենք պետք է անցում կատարենք ըստ կալորիականության դիմաց վճարումների։ Պարոն Մաթեոսյան, հնարավոր է արդյոք Հայաստանում այդ համակարգային անցումը, որ մենք սկսենք վճարել ըստ կալորիականության, եթե ինչպես Եվրամիությունի դեպ ասեմ դրա ստանդարտ էլ կա Եվրամիություն։ Սակագների ձևավորման սկզբունքների մասին, որի մասին կներեք մի քիչ այս կազմով այդքան էլ ճշգրիտ պատասխան չի լինի, ես ընդհանուր ասեմ, որ այսօրվա սակագները դա չեն նախատեսում։ Եվ ասեմ, որ ասես կպայքարենք մենք այստեղ անդրամաբանական բան միակը բան մեր իմ անձնական կարծիքով նա է, որ թվաբանություն է պետք անել։ Դուք որ ասեցիք ապացուցում եք, ապացույցը որպես տնտեսագետ ասեմ ձեզ, կակ էկոնոմիստու։ Այստեղ պետք է հաշվել։ Եթե ասում եք, որ մեկը վճարում է մի բանի համար, որը ավելի քիչ է ստանում, դա հաշվելու բան չի, հասարակ դրա մենք խոսում ենք հետևյալի մասին, ներդրումների մասին, որը պետքա փոխհատուցել։ Դուք արդեն խոսում եք Գազպրոմի տեսանկյունից։ Միանշանակ, մենք սպառողի տեսանկյունից ենք խոսում։ Սպառողը պետքա վճարի դրա ցանկացած բանի մասին, սպառողն է վճարում։ Այո, պետքա պատկերացնենք եթե խոսում ենք էֆեկտիվ վճարի մասին, հաշվիչն էլ փողարժի, իսկ լավ հաշվիչը մեծ գումար արժի։ Բայց եկանք այն, որ եթերից դուրս մնաց այդ ներդրումների էֆեկտիվության մասով, որ կամայական ներդրում պետք է ունենա պարամետրերի բազա, օրինակ կալորիականության բարձրացում եւ այլն, որ մենք բերում ենք երամյա ծրագրերը ՀՑԿՀ-ում հաստատում ենք, մենք բացի այդ ծախսային ուղղություններից, օրինակ չգիտեմ Աբովյանի գազավճարակայանի շինարարական վերանորոգում կամ գազապահեստի լավ հիմա։ Եվ երկրորդ հարցը, ինչ դա կտա մեզ։ Այո, երկրորդ հարցը առումով սպառողներին ինչ կտա։ Սպառողը մի դեպքում կվճարի ավել մի ամիս, մյուս ամիս ապակաս։ Էդ էլ է խնդիր, չէ՞։ Այնպես չի, որ բոլոր սպառողները կշահեն կամ որևիցե անհատական սպառող կշահի։ Ես մի խորան արդեն վարում ուրիշ է 2, ես ավելի շատ եմ։ Հնարավոր է, մենք ուղղակի նոր սկզբունքի մասին ենք խոսում։ Հիմա խնդրում եմ, ես պիտի կրկին խնդրեմ ձեզ փորձենք Անուշի դեպքին անդրադառնալ, գուցե դուք մեզ ավելի մատչելի բացատրեք, ինչպես եղավ, որ մարդը չբնակվեց։ Խիստ անհատական է, ես միանամ միայն մեր կոլեգայի։ Ինչպես ստացվեց, երբ որ նա չբնակվեց այդ տան ու վճարեց 80,000 դրամ, արդեն հաղորդումն ավարտվում, բայց ես այդպես էլ չհասկացա դա ինչպես ստացվեց։ Մի քիչ մասնագիտականից լեզուն փոխենք մատչելի, որովհետև մեզ դիտողները տարբեր մասնագետներ են։ Եվ հնարավոր վերադարձնել այդ 40 աստիճանի ժամանակ աշխատել է շատ ավելի հաճախ։ Այո, բնականաբար ես ուղղակի մի մեջբերում անեմ, այդ կացան էլի 40-ի տակ աշխատել է անցյալ տարի, համեմատած չէ, ուղղակի համեմատելու համար ես մասնագետ չեմ, ձեզ հարց ուղեմ։ Ինքը եւ մենք բնակվել ենք 35,000 դրամից էլի ներողություն եմ խնդրում դրամներով որ ասում եք շատ փոփոխիկ է այս փոփոխական սակագնային պահին։ Նույն կացան բնակվելով մի քիչ մեղմ ջերմաստիճանում 35,000-ից չի ավելացել, չբնակվելով ցուրտ ջերմաստիճանում 83,000 կհասներ, ինձ դա է հետաքրքրում։ Եկեք պայմանավորենք հետեւյալի մասին։ Մարտ ամսին խնդրում եմ, եթե ես սեփականատերը չեմ, թող տենց չվերաբերվեն, որ սեփականատերը թող բողոքի։ Ես չէի բողոքում, ես ուղղակի մի հատ ռեմարկ հարցը, որտեղ վիրավորական սեփականատերը տարավ վճարեց, ինքը գիտեր, որ սեփականատերը վճարունա կա, առանց քաշքշուկների տանելու է վճարի։ Այդ պատասխանը ինձ տվեց։ Բայց մարդիկ կարող են հետ ստանալ այդ դիմը, եթե պնդում են, որ մտածում ես դուք առնչություն ունեք, թե չէ։ Ուղղակի այդ կողմից։ Ես մի բան եմ դի, մի անգամ ինդիվիդուալներ ասեմ։ Անուշին փորձեմ պատասխանել, եթե պատասխանեք։ Անուշ, կարելի է ձեզ պատասխանել, ուղղակի առաջարկությունը հետևյալն է։ Դուք 40 աստիճան ջերմաստիճան կպահեք նաև մարտ ամսին ու կտեսնեք տարբերությունը։ Պահում ենք։ Չէ, մարտ ամիսը կգա։ Ես ափսոս փետրվարի տվյալները չունեմ, էլի 80,000-ը գերազանցել է։ Նույնը կլինի, թե տարբերությունը լավ, խնդրեմ Արտակ։ Ես երկրորդ բանը արդեն պետք է ասեմ, որ այս ոլորտը ընդհանուր ռեֆորմի կարիք ունի, թե հաշվիչների,
թե սպասարկման։ Հիմա ես Համակարգային կարող եմ փոփոխության իմ այսինքն։ օրինակով ասեմ, օրինակ հասարակ բան ասեմ, հա, վթար կար, արտահոս կար, մենք տանը չէինք բնակվում, բայց հարևանները մեզ պարբերաբար զանգեցին, հարմար եղավ գնացինք տեսանք, ես զանգեցի 104, ի պատիվի ես պետք է ասեմ, որ արագ եկան, բայց տեղ զինվածությունը հեռու էր բավարար լինելուց, ըստ գործիքա կազմով եւ այլն եւ այլն եւ այլն։ Այդ արտահոսքը ողջ ըստ էության իր վրա է բաշխվել։ Ու պայմանագիրը ես նայեցի, պայմանագիրը որ ասում է թղթի վրա ամեն ինչ նորմալ է։ Թղթի վրա դրված է ին վրա այդ պարտականությունը, որ ես պետքա ստուգեմ եւ արտահոսքի դեպքում տեղյակ պահեմ։ Հիմա ես տանը չեմ եղել, ֆրացել է, հաշվի չէ, ին վրա է կարող էր ձեր տանը լինել այդ ժամանակ։ Ես էստեղ ասում եմ, որ խնդի, այսինքն եթե դու արձանագրում ես, որ ըստ էության արտահոսք է եղել, պետք է նաև որոշակիորեն փոխհատուցման մեխանիզմներ։ Ես կարդացի, հասկացա, որ ահագին բողոքարկման հնարավորություններ կան, sense գնում են հաշվարկներ են անում, կարողացանք այսպես ասած կոմպրոմիսային տարբերակի գտնել, անել, բայց այդտեղ էլ բավականաչափ ընթացակարգեր կա, որտեղ պետք է գան հաշվեն, թե օրինակ դու ինչքան հոսանք ես ծախսել որպեսզի հասկանան տանը եղել ես թե ոչ բաները, բայց էլի ես անհատականը չեմ ուզում ասեմ, ես ուզում եմ ասեմ, որ ընդհանրապես եթե մենք ուսումնասիրում ենք, ձեր առաջարկած մի տարբերակը ասեցին, այս պահին իրատեսական չէ, հա, եթե մենք անցնենք կալորիական, ճիշտ ասած, եթե իրատեսական չի, հարց առաջ։ Չենք ասել իրատեսական չի, ասել ենք թվաբանություն է պետք անել, ամեն ինչ պետքա թիվ ունենա, հաշվարկ ունենա։ Կբխի, երբ որ սկսենք վճարել այնպես, ինչպես առաջարկում է օրինակ տնտեսագետը, անձնական կարծիքով ոչ, որովհետև դրանից բացի որ դա փող արժի, հետ միանշանակ չի կրկնվեն, որ սպառողը էժան կվի, որոշ դեպքում ավելի էժան կառնի։ Չէ, ենք ասած որ ոչ, հա, իա կարծիքով չի։ Հավասար չի լինի պայմանավորված։ Եթե մենք վերցնում ենք որպես ստանդարտ սովետական ժամանակաշրջանից, ուղղակի եթե սխալ եմ ասում, 87 թվականը, ուղղակի հիմա 2014 է գրածել, գոստը, հա, գոստի մասին ենք խոսում, 7600-ը, որը սովետական ժամանակահատվածի ստանդարտ, այսինքն գազի որակը հիմա բարձրացել է։ Փոխվել է, այո։ Եթե մենք որակը բարձրացել է, այսինքն կալորիականությունը իա, ջերմատվությունը, որը որ արտադրվող ստանդարտը ուղղակի ֆիքսում է, ոչ, խնդրում եմ ուշադրել։ Մեծացել է։ Ոչ, ստանդարտը ֆիքսում է, որ գազի բնական գազի որակը պետք չի լինի, որ 7600 ցածր։ Հասկանում եմ, հիմա եթե մենք ֆիքսենք, դա չի սահմանափակում։ Հիմա եթե մենք ֆիքսենք 8000-ը, այդ գոստը որպես պարամետր, ես վստահացնում եմ, որ սպառողի համար դա օգուտ կլինի։ Ոչ թե մենք եթե անենք մի շարք պատճառներով ոչ, չեմ համաձայնվի։ Մի քանիսը ասեցի, մեկն էլ ասեմ լրացուցիչ, որ այնպես չի, որ այդ քանակը, որը մենք գնում ենք, մեզ այդ նույն քանակով պիտի վաճառողը վաճառի, եթե տեսնի, որ գազը դու վաճառում ես արժեքով, էներգիա ես վաճառում ես, էլ կարող է էներգիա վաճառի։ Սպառողը վճարում է խորանարդի դիմաց, սպառողը այո, էներգիայի դիմաց։ Մենք այդ էներգիան չունենք, եթե մեր ընդերքը դա լիներ Հայաստանից այդ ընդերքը լիներ։ Պետական պայմանագիր եք ասում, եվրասիական շուկա եք ասում, միասնական շուկա։ Այդ ուրիշ դաշտ ենք գնում, իհարկե։ Չունենք։ Այսինքն եթե այդպեսի առաջարկ որպես այդպեսին լինի Գազպրոմի էներգետիկ շուկա է։ Եթե առաջարկը որպես այդպեսին լինի ուղղվի Գազպրոմին, հնարավոր է համակարգային անցում, պարոն Մաթևոսյան, պարոն Հակոբյան, հնարավոր է անցում դեպի կալորիականության, եթե լինի առաջարկ, եթե լինի նաև բնակիչների կողմից առաջարկ։ Միջպետական ստանդարտը հենց պիտի փոխվի, թե ոչ։ Հայկական կողմի նախաձեռնությամբ իմ կարծիքով չի կարող փոխվել։ Բայց եկեք հասկանանք, եթե այդ ստանդարտը լիներ վատ կամ այլ, Հայաստանի մասին չի խոսքը, այլ պետությունները եւս կմոստանային։ Չէ, հիմա եթե Հայաստանի մասին խոսում, պարսկական 8000-ը, ռուսական 7600։ Բերեք մենակ պարսկականից առնենք, ավելի բարձր։ Եկեք հակառակն ասենք, հա։ Եկեք հակառակն ասենք, որ խոսենք պարսկականին, պարսկականը որոշակիորեն ցածր է, քան ռուսական գազը։ Գոստը ո՞նց է։ Գոստը 7600-ից ոչ պակաս։ 8000 չի Իրանինը։ Միջպետականին է, ես նորից եմ պարսկականին է։ Որ ստանդարտով 8000։ Մենք փորձել ենք ճշտել եւ մեզ ասել են, որ 8000։ 8000 է։ Դա չեղավ որ բարձր է։ Բարձր է, բայց ես ասում եմ 7600-ից երբևիցե ցածր չեք ունեցել։ Հա, ես եմ ասում, մենք չենք ունեցել։ 8000-ից ցածր ունեցել ենք։ Լավ, վերադառնանք նորից պարսկականը ցածր ունեցել ենք։
Պարոն Հակոբյան, պարոն Մաթևոսյան, քանի որ այստեղ երկու սպառող ունենք, բայց դուք լսեցիք նաև մյուս սպառողների գանգատները։ Մենք երկու սպառող չունենք, ես սպառող ունենք։ Մենք բոլորս Չէ, բողոքող երկու սպառող գոնե ունենք։ Հիմա եթե այս մարդիկ ըստ պայմանագրի այնտեղ կա փաստորեն կետ, որ հնարավոր վիճարկել։ Դիմեն Գազպրոմի, պնդեն, որ ավելին են վճարել, քան սպառել են, հնարավոր է այդ գումարները վերադարձվի, թե դուք պնդում եք, որ հասկանանք ավելին սպառել են, թե ոչ։ Գայանեն նշեց, որ ավելին են սպառել։ Նույնն է պատասխանը հասկանալի չէ, հավաստիացնող չէ, որևէ կերպ չեմ կարողանում հասկանալ ինչպես է ստացվում։ Եթե անգամ ընդունենք, որ ցուրտ է եղել, հա? Ինչպես է ստացվել, ընդունենք, որովհետև մեկ դեպքում ձեր պնդմամբ ցուրտ է եղել, Սուրենյանի պնդմամբ բոլորովին նույն ուղղակի ջերմաստիճանն է եղել։ Հիմա եթե ընդունում ենք ցուրտ է եղել, ինչպես է ստացվում մեկ բնակարանում 15,000-ի տարբերություն է լինում, ինչպես է ստացվում մեկ բնակարանում 7,000-ի տարբերություն է լինում, մեկի դեպքում 10,000-ի տարբերություն։ Դուք դրամերի մասին եք խոսում։ Ես դրամերի մասին եմ խոսում, ես չեմ կարող որևէ, որը ես նորից ասեմ, որը հաշվառում է հաշվառման սարքերով, այսինքն շրջիկներով։ Պարոն Հակոբյան, բնակիչ Եվ նորից անդրադառնամ այդ հարցին։ հարցին։ Մեկ անգամ եւս ճշտել, ձեր պնդումը եղանակային հիմնավորումն է, այսինքն եղանակն է եղել, ցուրտն է եղել պատարբերության պատճառը։ Այլ բոլոր էքսպերտները, որ ուսումնասիրություններ են կատարում այդ ոլորտում, առաջին եւ կարևորագույն գործոն եմ նշում Ինչու նման խնդիր չի առաջացել 3 տարի առաջ, չէ, 3 տարի կամ 4 տարի առաջ, երբ եղավ, այո, -16 աստիճան։ Մենք նման խնդիր չենք ունեցել։ Եվ չի եղել նաև սակագնին նմազում։ Ասեմ դες 2013 թվականի դեկտեմբերը բավականին ցուրտ էր եղել։ Եվ հարգարժան պարոնայք ազգանունները կարելի ասել թե չէ, չգիտեմ, հրավիրված էին եւ կարծես թե համոզվեցին, որ ցուրտ ջերմաստիճանը դրսում բավականին լուրջ ազդեցություն է բերում գազի սպառման։ Իհարկե, բայց տարբերությունը երբևէ չի արձանագրվել։ Նման տարբերությունը չեն փոխում։ Ես նշում եմ, որ արձանագրվել է 13 թվականի դեկտեմբեր, ուսումնասիրեք, եթե պետք է ես պատրաստ եմ եւ բաց եմ։ Բոլոր պարզանումները։ Մի էսպիսի կասկածել կա, այսինքն եթե ընդունում ենք, որ պաշտոնապես այո սակագինը նվազել է, պարոն Մաթևոսյան, պարոն Հակոբյան, ձեզ եմ ասում, եթե ընդունում ենք, որ եւ փաստորեն սակագինը նվազել է, մենք ընդունենք դա։ Եթե փաստը այդպեսին է, որ սակագինը նվազել է, սակագինը նվազել է, բայց վրա այդպեսին է, մենք որևէ կերպ չենք սպառողները պնդում են, որ վճարել են ավելին, տպավորությունն էսպես է, որ այս միջոցով պիտի դրա տեղը լրացվի, որ նորից անդրադառնամ շատ չուրախանաք, ոչինչ բանել չի նվազել։ Եկեք ձեր հարցին անդրադառնամ նորից խորհրդանիշ մետրներով եւ երբ որ ասում ենք սակագինը նվազել է, հասկանում ենք քանի տոկոսով։ Որն ավելի թանկ է սպառումը ինչքան է ավելացել, եկեք հասկանանք քանի տոկոսով։ Եվ երբ տոկոսային հարաբերությունը դնում ենք իրար կողքի, հասկանում ենք, որ սակագինի տարբերությունը քիչ է, քան սպառման աճը։ Վերջ, պատասխանը այդտեղ է։ Հունվար ամսին։ Այսինքն այդ նվազումը ոչինչ էլ չտվեց այս երկու ամիսներին։ Չէ, բայց դուք ընդհանուր եք դիտարկում, մենք անհատապես, այսինքն եթե իմ բնակարանի վրա 7% տարբերություն պիտի լիներ, այդ տարբերությունը գոնե առնվազն ես պիտի զգայի։ Հիմա ներողություն եմ խնդրում, բայց իմ մոտ տպավորություն է սակագնի 7 դրամ, ներողություն 5%-ով։ 7 դրամ ավելի պակաս ցածր սակագնով գնում եք, բայց ավելի 10%-ով ավելի քանակ գնում եք, դուք վճարում եք ուղիղ 3%-ով ավել գումար։ Նույն ջերմաստիճանի վրա է ծախսվել, շատ լավ։ Դրսի ջերմաստիճանը թե ներսի։ Ներսի։ Դրսի ջերմաստիճանը փորձեցի բացատրել, երևի չի անհասկանալի դա։ Անհատական ախիստ։ Ես կարծում եմ այս տաղավարում պատասխանը դուք ձեր հարցի այդպես չեք ստանա։ Դուք պետքա ձեր թվերով, ձեր համապատասխան բաց են։ Բայց ինձ մոտ տպավորություն է, որ 600-ից ավել սպառողների դեպքում այսպիսի փոքր հավելագրումների միջոցով ստացված գումարը ի վերջո գնալու է 600-ից պակաս սպառողների համար գումարը փոխհատուցվելու, որովհետև ես որպես այս դեպքում արդեն որպես լրագրող որևէ կերպ չեմ ընկալել, թե ինչի հաշվին եւ ինչի շնորհիվ եղավ գազի սակագնի նվազումը։ Դա ինձ վարչապետը 3 անգամ բացատրել է, 3-4
4 գործոն է ներկայացրել, բայց ինձ համար միևնույն է դա։ Բայց միևնույն է արդյունքային է, սակագինը նվազել է, վճարել ենք ավելի շատ։ Փաստը հետևյալն է։ Ես ուղղակի աղքատ բնակչությունից որևէ ներկայացուցիչ պիտի գտնեի եւ փորձեի հասկանալ ի վերջո իրենք ինչքան ավել են վճարել կամ ընդհանրապես պակաս։ Նույնը մեր Facebook-յան էջում կային արձագանքներ, նպաստառուն հնարավորություն են ունեցել սակայն։ Ես փորձեմ ձեր հարցին այսպես, երբ որ դուք ասում եք, ես ենթադրում եմ, որ այդպես է։ Ես չեմ ենթադրում, իմ մոտ ուղղակի այդպես տպավորություն։ Ասում եմ հետևյալը, մենք պատրաստ ենք թվերով ձեր հետ խոսել։ Բաժանորդ առ բաժանորդ եւ միշտ ասել ենք եւ պարզաբանել ենք, որ բացենք բոլոր տեսակի քննարկման, այդ թվում կալորիականության հետ կապված բազմիցս ասել ենք, փորձ ենք ունեցել, ես 11 կամ 12 թվական կասեմ, համատեղ փորձարկումներ կատարենք, ցանկացած կետից վերցնենք նմուշառումները եւ կատարենք այդ փորձերը։ Միշտ բաց ենք եղել, հիմա էլ հայտարարում եմ պաշտոնապես, որ ուղղակի մարմին չկա, հա, իսկ լաբորատորիական կա։ Եկեք մի հատ մի բան է, որ առաջարկի տեսանյութ։ Շուկայում ասեն հսկիչ կշերքները դրված են, ինձ համար դա ուղղակի ծավալի բան է։ Հրազդան ջեք, խնդրում եմ ուշադիր, Երևան ջեք։ Մի բան ասեմ։ Ավարտի բան Հակոբյան։ Նախ այդ ասած մարմինները գազի ոլորտում, ինչպես է էլեկտրաէներգիայի ոլորտում, հիմնական բեռը ընկածա սպառողների հաշվին։ Սպառողը աշխարհի բոլոր երկրներում ունի թերահավատությունը մատակարարի հանդեպ եւ մատակարարը իր գործիքակազմով փորձում է այս վստահությունը շահել։ Հիմա մեր դեպքում, տեսեք, իրանք 3 միավոր են ասում, դրանք խոշոր ինստիտուցիոնալ միավորներ են, բայց մինչդեռ հիմնական, եթե մենք մանևրելու դաշտը կներեք այս բառի համար, հիմնականում սպառողների հետ մնացած վարժությունները իրականացնենք, մեծ հաշվով ձեր վարժությունը, բայց ես ուրիշ բան մի հատ խնդրում եմ, մի հատ ստորակետ դնենք եւ շարունակեմ։ Սարքը, որով կալորիականությունը չափում է, դա քրոմատոգրաֆն է, ճիշտ է։ Բավականին թանկ է, $30,000 է։ Անկախ որ ասում եք։ Դա շատ թանկ է եւ ոչ մի տեղ, աշխարհի ոչ մի տեղ փորձում են ավելի շատ ուժեղացնել մատակարարի հաշվետվողականությունը, քան թե այլընտրանքային շոր սարքերով փորձեն անել։ Սա հիմա տարբերակը ո՞րն է։ Հիմա ես ասում եմ, մի առաջարկ եմ ասում, օրինակ ես ձեր սայթը ու որպես պատասխանատու սպառող եմ ասում, հա։ Իմ համար կարևոր է, ոչ թե դուք օրինակ այդ ու նաև ՀՑԿ-հն էլ է տալի, իդեպ ձեր մասով դրականն էլ պետք է ասել, որ 10 օրը մեկ եք տալի, ահագին երկար է, 16-17-ը ես անալիզ արեցի կար ամենայն դեպս այս բաների ու էլի 8000 որ դուք պատասխանի մեջ աշում եք, էլի ցածրեր են կան, հա, բայց այնուհանդերձ իմ համար կարևոր է խոսքը կալորիականության վերաբերել է տվյալների մասին։ Միջին ամսականի մասին։ Չէ, միջին ամսականը միշտ 8000-ից բարձր է եղել, եթե միջին ասված նայում եք։ Շնորհակալություն։ Հիմա եթե բայց կետեր կա, որ 8000-ից ցածր է, բայց էլի գոստից բարձր է, քանի որ 7600 է։ Հիմա ասածս հետեւյալն է։ Եթե մենք դիտարկում, այո, առաջարկ։ Եթե մենք դիտարկում ենք պիկ ժամ, ոչ պիկ ժամ, եւ եթե մենք օրինակ, հա, ռիսկա մենք ռիսկն ենք քննարկում։ Սպառողի տեսանկյունից պիկ ժամին մենք փորձում ենք կալորիականությունը նվազեցնենք եւ այսպես ոչ պիկ ժամին կալորիականությունը ավելացնում ենք միջինում օրում եւ այս մոտեցումը կարանք իրարենք շաբաթում 10-օրյակում ունենում ենք միջին կալորիականության ընդունելի արժեք, բայց վճարումների տեսանկյունից շատ ավելի բարձր ու նաեւ հավասար պայմաններ։ Այո, ու հավասար պայմանները դնենք այդ կալորիականության տնտեսագիտական կներեք զուտ տնտեսագիտական մոտեցում է եւ ոչ թե ինժեներական։ Ինչ է նշանակում կալորիականությունը նվազեցնել կամ ավելացնել։ Խնդրում եմ մի հատ այստեղ մեխանիզմներ կան, որ օրինակ ազոտ են ավելացնում։ Շատ մեխանիզմներ կան։ Լսել ենք մենք այդ մեխանիզմները։ Շատ կան։ Ջուրը ալնում հետը շատ կան։ Եկեք, մենք գիտենք ազոտի ավելացման մեխանիզմը ով էր ներկայացնում, թե ինչ մենակ ստեղ չէ, աշխարհում էլ կա։ Հիմա եթե տնտեսագետի առաջարկը բնակարաններում տարբեր կալորիաներ, այսինքն յուրաքանչյուր պատիեզդում ինչ որ տարբեր ուղղություններ ունեք դուք գազամղման, շատ հնարավոր է որ օրինակ օրինակներ բերեցին ասցին ոնց է այսպես ստացվում որ իմ բնակարանում իսկ այսպեսի այսինքն ձեր ասած օրինաչափությունը մի քիչ վստահում եմ, չեմ ուզում ծախսեր անեմ, օրինակ այլընտրանքային անեմ, կարող եմ այնպես անել, որ ես արցած տեսնեմ օրինակ կալորիականության գազի սպառումը ստորանարդ մետրի եւ ըստ կալորիականության օրինակ դուք համակարգային մի ներդրում դնեք որ նման կարգի ես էլ նորից ներդրումների ձեր հաշվիչներ կներեք ձեր հսկիչներ չունենաք եւ այլն ես սիրունի մարդ առցանց եւ ուսումնասիրի իր տվյալները հնարավոր է դա չէ առցանց հիմա տեսնում ենք բայց նաեւ կալորիականությունների ժամերի եւ այլն ամեն ինչը մենք տեսնենք դուք տեսնեք օնլայն հա իմ կարծիքով աշխարհի ոչ մի երկրում դուք այդպես չեք տեսնի քանի որ
Չմոռանաք, երկրներ կան, որ նույնիսկ հաշվիչ չունեն բնակարաններում։ Դե դուք հիմա կարելի տարբերություն եք Թողեցի անդրադառնամ այդ հարցը։ Խնդրեմ, ավարտեք։ Ուրեմն կարողականությունը ըստ 13-ների դուք տեսնում եք բարբերաբար։ Այն փորձարկումները, որ կատարում է Գազպրոմ Արմենիան, ամեն օր այդ թվում շաբաթ-կիրակի եւ տոնական օրեր։ Պատրաստ ենք այսօր մասնակցեք, հասկանաք բուն իմաստը փորձարկման եւ անկախ, չգիտեմ որտեղ երկիրն ընտրեք, փորձենք այդ երկրի ստանդարտի միջոցով որակը հասկանանք։ Այսօր պաշտոնական հայտարարում եմ ես։ Այսինքն որևէ երկրում չկա այդ փորձը։ Չէ։ Գերմանիայի նայեք, Ուկրաինան նայեք կա։ Կարող եմ լիքերը ուղարկել։ Կա։ Լավ, պարոն Մաթևոսյան, մենք ռեպորտաժում լսեցինք տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը, եթե հիշում եք իր խոսքերը, ասում է, որ սպառման ծավալների նշված 15% աճը չի կարող արդարացնել այդչափ կտրուկ տատանում։ Պարոն Մաթևոսյան, բացատրությունը ո՞րն է։ Խնդրենք նկարագիր ինչ է նշանակում կտրուկ տատանում։ Դուք պաշտոնական պատասխան եք ուղարկել, որ 15%-ի աճ կա եւ իրենք ասում են, որ վճարման ենթակա բառացի կրկնեմ պարոն Գևորգյանի տնտեսագետ Վահագն Գևորգյանի, Հայկ Գևորգյանի խոսքերը, ասում է վճարման ենթակա գումարները հունվարի դեկտեմբերի համեմատ աճել են 30%-ով, 25%-ով։ Գումարները նշում է Իմ գումարը չի աճել, կամ ասենք թե պարոն Հակոբյանի գումարը աճել է 40%-ով, անհատական Խնդրում եմ մասը։ թարգմանեք։ Պիտի անհատական օրինակներով չէ խոսենք, հիմա երկու օրինակ ունենք, երկուսն է ներկայացրեցին, երկուսն է չհասկացան։ Տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք աճի, որը ըստ կոմպոնենտների կա էլեկտրաէներգիայի ոլորտը, որը չի ներառվում մենակ գազը, աճել է մոտավորապես 13-15%-ով, բայց վճարումների մակարդակը, այսինքն բնակիչների կողմից վճարվող գումարը աճել է 32%-ով։ Հիմա դրանք տարբեր բաներ են, էլի, որովհետև էլեկտրաէներգիայի ոլորտը միայն գազի ոլորտը չի, չգիտեմ, ոնց որ թե ես ինչքան լսեցի պարոն Գևորգյանի ասածը, ինքը ընդհանրական էլեկտրաէներգիայի ոլորտ էր ասում էր, որ վճարումները աճել են 32%-ով, ոնց որ այդ հաղորդագրությունը ինչքանով որ ես նայել եմ, հենց դա էլ է խոսում 32 միջինում տոկոս, այսպես ասած, վճարելիության կամ ծավալի։ Լավ, պարոն Մանուկյան, դուք 3 հա, թե 2, քանի առաջարկ ներկայացրեցիք, ուզում ենք հասկանալ այդ առաջարկներից որը վստահության բարձրացման եւ թափանցիկության ավելացում եւ նաեւ հսկիչների ինստիտուտի վերացում, նաեւ դա չէ, լրացուցիչ պետքա հաշվել, հա, որը ինձ հնարավորություն տա, որ ես պարբերաբար մտնեմ եւ կարողանամ մոնիտորինգային հաշվիչից, հա, ինչ որ մի մեխանիզմներով, հիմա Wi-Fi-ով եւ այլն, եւ երկրորդը դիտարկենք մեխանիզմներ, որ մենք սկսենք կալորիականությամբ կամ օրինակ այն ռեգիոնները, որոնք որ ավելի քիչ են ստանում, նրանք պետք է նաեւ փոխհատուցվեն այդ իրենց չվճարումների համար, որովհետեւ 1 խորանարդ մետր է, բայց ինձ որպես պարող հետաքրքիր է, թե ես 1 խորանարդ մետրով ինչ ոնց ասեմ ջերմություն եմ ստանում։ Այս է իմ համար կարևոր ցուցանիշը։ Երկու ձեր առաջարկն էլ իրանից ներկայացնում են բավականին լուրջ ներդրումներ, որը հետագայում, այո, որը հետագայում ինչ սակագնի վրա։ Որը եւ մենք այստեղ հավաքվելու ենք այդ նույն հարցի շրջանակներում խոսենք ինչի ավելացած պարոն Հակոբյան։ Ես արտոնական ֆունկցիա է։ Ինչ էլ դուք ուզում եք անեք, որ sense մենք ապրենք էլ, հա, ինքը sense երկարաժամկետում միշտ աճելու է։ Հիմա ավելի լավ է մենք ներդրում անենք, որպեսզի նո մեկ-մեկ հա քաղաքական նպատակներով նվազում է։ Ավելի լավ է մենք փորձենք երկարաժամկետություն հաղորդել եւ վստահություն հաղորդել, որովհետեւ ձեր համար էլ ինձ թվում է հաճելի չի, երբ որ կա ձեր մարմնի նկատմամբ դժգոհություն, օբյեկտիվ իմ կարծիքով հիմնականում, բայց այս մեխանիզմները սրանք երկարաժամկետություն են ապահովում։ Ու որ դուք այդպես ներդրումները վախեցնում եք, մենք հիմա էլ ենք ներդրումների համար սակագնի մեջ տարբեր չափի ամեն տարիներին էլի գումարը վճարված է, դրված է մեջը։ Բայց այս դեպքում գոնե ես կիմանամ, որ մի անգամ կավելանա, հետո խնդրեմ։ Այդպես մի անգամ չի ավելանում։ Լավ, հիմա առաջարկները որպես այդպեսին ընդունելու են թե ոչ։ Ես կարծես թե հաղորդման սկզբից ասացի, հիմա էլ կրկնեմ մեր պարզ եւ բաց լինելու մասին։ Եկեք մի հատ ֆիքսենք այդ գաղափարը։ Պատրաստ ենք բոլոր պարզաբանումների ելնելով մասնագետների ներգրավմամբ կազմակերպենք թե հաշվիչների ստուգաչափման գործընթացի մասնակցությունը, թե որակը գնահատման ձևավորեք հանձնաժողով
համատեղ առանձին կարգավորենք հարցը, ԶԼՄ-ներով ներկայացնենք, այն ինչ որ ես հիշեցի 10-11 թվականներին մենք ամեն ինչ արեցինք, ստացանք ցուցանիշներ, որը համապատասխանում էր որակ գաղափարին, մեր հարգելի ԶԼՄ-ները չանդրադարձան այդ հարցին, որտեղ հետաքրությունը կորավ մի անգամ։ Որովհետև բողոք չկար, երբ որ մարդիկ բողոքում են, որ ասում են կներեք, ես ընկերությունը բողոքներ է ստանում, ես այսօր թվերից շատ խոսեցի, 16 դեկտեմբերի 1-ից մինչև 17 փետրվարի 28 մենք 420 դիմում ենք ստացել բողոք, 5-ներ վերաբերում սպառած գազի դիմաց Այսինքն այդ 420-ից միայն 5 հոգին էին բողոքում, որ ավելին են վճարել, քան ծախսել են։ Ես ուղղակի ֆիքսեցի այն ինչ որ ֆիքսում Պարոն Հակոբյան, գոնե համացանցում, եթե դուք հետևում եք, տասնյակ, հարյուրավոր այդպիսի դժգոհություններ կան։ Ես նորից եմ կրկնում, բացենք բոլոր տեսակի քննարկման նորմալ ֆորմատ ընտրեք, հայտարարեք, համեցեք մեզ մոտ, մենք կգանք ձեր մոտ, ինչպես է շարունականք։ Մի բան էլ ասեմ, հա, գազի ոլորտը այնքան սպეციფიկա, սա ստոտիկը ոնց ես դու դնում, ինքը կարա հավելյալ ավելի քիչ այսպես պատաճանի, հա, չգիտեմ կներեք, այսինքն այդ ոտերը ոտի վրա ձգվում է, հա, կա բարձրություններ եւ այլն, տների կա այնց օրինակ ես հիմա մերը գիտեմ, որ ինքը վրան ծանրություն անգնում, ինքը ավելի վատ աշխատում, հա, հաշվիչի վրա ավելի շատ ծախսալում։ Համենայնպես ձեր մասնագետները ինձ տենց են ներկայացրել խնդիրներից մեկը, որ արտահոսքը նաեւ Լավ, հաղորդումն ավարտվում է, արտահոսքը հաշվիչի աշխատանքի հետ եկեք չխառնենք։ Դա ռեզիններից թույլատվում է։ Հաղորդումն ավարտվում է, դուք այսօր ստացաք ձեր հարցի պատասխանը եւ պատրաստվում եք հավելյալ դիմել Գազպրոմին։ Հա, առաջին որ 8000 դրամ բնակիչը չի վճարում, հա, հաշվիչը լաբորատորիա ուղարկելու համար։ Ինձ մեկ շաբաթ առաջ ասել էին, որ պետքա վճարեք, որ տանենք հաշվիչը, ուզում եմ ձեզ տեղեկացնեմ ուղղակի։ Մեկ էլ իմ խնդրանքը ձեզ։ Ես որ բնակարանից որ դժգոհում եմ, սեփականատերը չեմ, բայց որոշակի ժամանակով ինձ է հանձնված։ Ձեր սեփականատերը կարող է մեր հետ սեփականատերը չի ուզում բողոքել, չի ուզում Չէ, բողոքի մասին չի խոսքը, ուղղակի առաջարկենք համատեղ կազմակերպենք դա։ Եթե սեփականատերը չլինի, ձեր հսկողությամբ կարող եմ ես այդ հարցերին 2 տարի ես սպառողը ինքն է, բայց ինքն պետք է վերցնել որոշակի լիազորություններ։ Ունեմ լիազորություններ, բանալին կարող եմ լիազորագիր կարող եմ բերել, կանցնի։ Որպեսզի այդ ամեն ինչը կազմակերպենք, որտեղ ինձ համար էական չի, թե ով էր վճարելու այդ ավել գումարը, ինձ համար էական էր ինչի համար է վճարվում, այդ մարդը տարելա վճարել է, խնդիր չի, բայց ես դրա դեմ համաձայն, իմ անհամաձայնությունը չէր։ Ես վերջապես ուզում եմ պարզեմ, ինչու էր 2 տարի ապրել եմ այդ բնակարանում միշտ գազը ավել է եղել, 2 ամիս առաջ հաշվիչը փոխեցին, ավելի մեծացավ իմ ծախսը փոխելուց հետո։ Նոյեմբերին փոխեցին, իմ ծախսը ավելի մեծացավ։ Համեմատին։ Համեմատացեք նախորդ տարվա, մյուս երկու դեպքում սպառողը օգուտ չի եղել։ Իբրև նույն ամիսը դուք վերապրում եք նորից եւ բնականա լրիվ ուրիշ շարժումներ հնարավոր է զուգա դիպելա թե բացառում եք դա որ ծրծուր ձմեռա եղել է չէ որ ես ցուցմունքի հետ համաձայն չեմ ցուցմունքի հետ ոչ մի տարբերակ ինձ չի առաջարկել ասում աշխատում խնդիրը այստեղ սեփականատիրոջ հարցն է եթե լիազորագիր ունենա լիազորագիր կտա սեփականատիրը ուրիշ հասկացանք լիազորագրով Պարոն Մանուկյան, ասելիք ունեք։ Դե ես էլի եմ ասում, անհատական դաշտում չեմ ուզենա քննարկումներ անեմ, որտեղ էլի կոնստատ կարող է դնես, օրինակ, չգիտեմ, ֆիզիկայի օրենքներ կան, բաներ կան, որ ես ինչին որ ամբողջովին չեմ տիրապետում, չեմ կարող վստահ ասեմ։ Ես ուզում եմ հավատամ այդ հաշվիչի ցուցմունքին եւ ուզում եմ իմ հավատի բարձրացման համապատասխան մեխանիզմներ լինի, որ ես վստահ եմ, ասեմ այսքան խորանարդ է, բազմապատկեմ, մեկ, չգիտեմ, կամ կալորիականությունն է եւ ստանամ, տանեմ։ Եթե մի թեթև կարելի է ակնարկ, չհավատալ մեքենային դժվար է, բայց ասեմ, որ ես էլ ուզում եմ ձեր թվաբանությունը խառաչարկեմ ավելի շուտ, խնդրեմ ձեր մտքերը, հետաքրքիր մտքերը թվաբանությանը տակ, թղթին, ես հաճույքով չեմ տիրապետում ձեր դերումների, որ ձեզ թվաբանությունը համեցեք եւ այն մտքերը, որ ասում ենք իմ կարծիքով, դա որոշակի թվաբանության անելուց հետո եմ ասում, փաստերից։ Մենք կարող ենք մասնագիտորեն ոչ էս եթերում այլ ֆորմատով հասկանալ է։ Գայանե
Ես ցավոք չստացա իմ պատասխանը, բայց նաև ասում եմ, իսկապես խնդիրը անհատական չէ, խնդիրը համակարգի մեջ է, խնդիրը համակարգային է, եւ այս խնդիրը նոր չի ծագել, մենք պարբերաբար երևի վերջին 5 տարիների ընթացքում անդադ խոսվում է նրա մասին, որ գազի կալորականության խնդիր կա, գազի կալորականությունն է ցածր, որովհետև մենք միշտ համեմատում ենք Վրաստանի հետ եւ Վրաստանում եղած ժամանակ ակնհայտ տեսնում ենք, հա, ասենք էլեմենտար, շատ ոչ պրոֆեսիոնալ բան կարող եմ ասել, որ ասենք այնտեղ սուրճը կամ թեյը շատ ավելի արագ է եռում եւ այստեղ բանն է։ Շնորհակալություն, որ չանդրադարձաք այդ հարցին։ Չեմ անդրադառնում դրան, հա, բայց այդ ամենապրիմիտիվ եւ ամենայդպես կենցաղային մակարդակով ակնհայտ է, որ կալորականության չխնդիր ունենք։ Եվ ասում եմ, ես պատասխան չստացա, որովհետև ինձ համար եղանակային տարբերության, այսինքն եթե եղանակի տարբերությունը եղել է -2, հա, կամ 2 աստիճանի կամ 3 աստիճանի տարբերություն, 15000 դրամ կամ 80000 դրամի տարբերություն ուղղակի չէր կարող լինել։ Կոնստանտ գազի բանջարներ չեմ, բայց այն հարցի պատասխանը թե ինչպես եղավ այդ գլուխկոտրուկ, հա, ինչպես վճարեցիք ավելին, բայց նաև պետք է հետևողական լինել, որովհետև կարծում եմ իսկապես միայն հետևողական պահանջների դեպքում է, որ համակարգը որոշակի պիտի բարելավվի։ Պարոն Հակոբյան, հիմա Գազպրոմի գոնե այս հաղորդման ընթացքում Գազպրոմին ուղղված դժգոհություններն ձեզ տեղին են, թե անտեղի։ Մարդիկ առիթ ունեն անհանգստանալու եւ առիթ ունի բոլոր բաժանորդները, ով իր պարտավորությունները հասկանում է, քանի որ հանդիսանում է պայմանագրի մյուս կողմը, ինքը պետք է ունենա բացի իր պարտավորություններից իրավունքներ ունի, այսօր նշեցին ձեր իրավունքներ նաև դիմելու, հասկանալու մինչև վերջ։ Երկրորդը, ինչ վերաբերում է գազի որակին, մենք բազմիցս ասել ենք եւ հիմա նորից կպնդենք, բացենք փորձագետներին հրավիրելու ձեր վստահված մարդկանց համեցեք, կազմակերպենք այդ գործընթացը։ Երրորդը, ինչ վերաբերվում է Առաջարկներ հնչեցին, բողոքները ըստ էության դրանք էին, որոնք պետք է բարձր։ Ինչ վերաբերվում է բարձ եւ բաց լինելու, ասեմ, որ այն բարձաբանումները, որ տեղում չեք կարողանում ստանալ, Փարքաստո այս էլեկտրոնային դարում շատ ավելի հստակ հասնում է էլեկտրոնային գրություններով եւ գազամատակարարման օգտագործման կանոնները թույլ է տալիս շատ արագ եւ մեր մոտ այդ հարցերին 3 օր, 4 օր պատասխան միանգամից բաժանորդը ստանում է։ Շնորհակալ եմ, պարոն Մաթևոսյան, ունեք ասելիք, հնչեցին այդքան դժգոհություններ, կոնկրետ փաստեր, Գայանեն ասում է, որ իր հարցի պատասխանը։ Դե Գայանեն կոնկրետ ասում է, չստացավ իր հարցի պատասխանը, ինձ համար էլ անկեղծացած պատասխանը չեմ կարող տալ եւ իմ անձնական խիստ ոչ մասնագիտական կարծիքով այս տաղավարում այդ հարցի պատասխանը ընդհանուր բնույթի հարցի պատասխանը, որը անհատական մի քանի բնակարաններին են վերաբերում, կներեք, Գայան ջան, բայց ես իմ անձնական կարծիքով չեք կարող ստանալ։ Բայց այն դժգոհությունները ներողություն, որ մարդիկ ասում են դժգոհությունները շատ են վերջին 1 ամսվա ընթացքում սոցիալական որ մարդիկ պնդում են, ես գոնե ձեզ հետո կարող եմ 100 հոգու պատասխան ուղարկել, եթե հետևեք Facebook-ում ինքն այդ կտեսնեք, որ մարդիկ այո դժգոհում են։ Կարող է միլիոնավոր Facebook-ում մարդիկ են, եթե չենք հաշվում ֆեյքերը, մարդիկ պնդում են, որ եթե ես սպառել եմ ավելի քիչ ու վճարել եմ ավելի շատ, արդյոք վստահության խնդիր չի, արդյոք Գազպրոմը չի մտածում կամ անհանգստություն չունի, որ կարող է կորցնել վստահությունը, գոնե հնարավոր է շատերը հասկանալով, որ իրոք ցուրտ ձմեռ է եղել, դիմում չեն արել։ Ստատիստիկը վեճ սերիոզն է, բնականաբար վիճակագրությունը, հայտարարությունը։ Դաժե օդի ջերմաստիճանում մենք խնդրեմ ունեցանք, որը ոնց որ Չէ, բայց նորից եւ նորից անդրադառնամ։ Վստահության խնդիր ունի Գազպրոմը, պարոն Հակոբյան, վերականգնելու վստահություն։ Չունի։ Ոչ, վերականգնելու առնվազն ոչ։ Սակայն նորից կրկնեմ, երբ ընթացքում դուք չեք փորձում հասկանալ, թե ինչ պարտավորություններ ունեք, երբ պայմանագիրը ստորագրում եք, ժամանակ առ ժամանակ այդ պայմանագրի իրավունքները եւ պարտավորությունները պետք է նայեն, որ չգանք հասնենք այս վիճակին, երբ գազի սպառումը գնահատում ենք գումարներով եւ չեն կարող անդրադառնալ խորանարդ մետրերին։ Սպառումը ներողություն մասնագետ չի, որ խորանարդ մետրերով խոսում է թվերով, իր վճարած գումարով։ Բայց պայմանագիրը խնդրում եմ ուշադիր կարդացեք։ Ընդհանրապես
Հիմա մեղավոր սպառողն է, որ չի կարդում պայմանագիրը։ Ճիշտ է, Մենք իրավական երկրում ենք ապրում, երբ որ պայմանագիր ենք ստորագրում, պետք է հասկանանք, որ մենք պարտավորություն ենք կրում։ Այո, պետք է հաշվի առնենք։ Պայմանագրի փոփոխության համար հետևողական կլինի։ Պետք է հաշվի խորանարդների մեջ խորանալ։ Ես ուզում եմ հստակ հասկանալ զուտ սպառման դիմաց սպառել է այնքան վճարել են անհրաժեշտ ջերմային Ես վստահ եմ, որ դուք սպառման դիմաց եք ստանում անհրաժեշտ ջերմատություն։ Լավ, իսկ այն ինչ վերաբերում որ սպառողը պետք է պայմանագիրը պարբերաբար գոնե աչքի անցկացնել, դա արդյոք չէ կարծում լրացուցիչ բեռ է սպառողի ուսերին եւ արժե հույսը դնել սպառողի իրավագիտակցության վրա։ Ես ասեմ հետեւյալը, երբ որ սպառողը շեղվում ենք իզուր, երբ գնում ենք բանկ, լուրջ պարտավորություններ ենք զգում եւ բանկից գումարներ ենք վերցնում։ Եվ չհետևել պայմանագրին, դա ճիշտ ասած բանկի հետ համացում տեղի չի, որովհետեւ բնական մենաշնորհ եք դուք այլընտրանք չկա, կամ պետք է ունենաս բանկից մյուս բանկում ուրիշ կփոխի գոնե բանկը։ Այո, որովհետեւ այդպես փոխելով եւ ուր ենք հասնում։ Ստիպված կարդում ես այդ բանը։ Շնորհակալ եմ, հաղորդումն ավարտվում է, Ազատության ուղիղ եթերում ըստ էության թոք-շոուն էր, սպառողները դժգոհում էին, թե հունվարին գազի սակագինը նվազել է, բայց դեկտեմբերին շատ են վճարել, Գազպրոմի պաշտոնյաները ասացին, որ անհանգստանալու կարիք չկա, վճարել եք այնքան, որքան սպառել եք եւ խորհուրդ տվեցին սպառողներին պարբերաբար աչքի անցկացնել պայմանագիրը։ Տնտեսագետ Արտակ Մանուկյանը մի քանի առաջարկ արեց, որը Գազպրոմից ասացին, որ կքննարկեն, այո, եւ պատրաստ են քննարկել։ Այստեղ են նաեւ երկու սպառողներ, Անուշ Եսայանն ու Գայանե Աբրահամյանը, ովքեր գոնե Գայանե Աբրահամյանը պնդեց, որ իր հարցի պատասխանը այդպես էլ այսօր չստացավ։ Հաղորդումը վարեցի ես Նարինե Ղալեչյանը, կհանդիպենք մյուս շաբաթ, հաջողություն։